Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ ընդունեց լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը, որով խնդրում էր քննարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության 5 եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության 2 падգամավորի վարքագիծը։ Падգամավորները նիստերի ժամանակ բազմիցս քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն։ Կանոնակարգ օրենքում գրված է նման բան, որ падգամավորը քվեարկում է ինքնուրույն։ Վահան Բաբայանը սրտնեղում է, որ շատերը լրջորեն չեն վերաբերում հանձնաժողովի որոշումներին, քանի որ դրանք միայն արձանագրային բնույթ ունեն եւ պատասխանատվություն չեն ենթադրում։ Նրա խոսքերով անհրաժեշտ է ազգային ժողովի կանոնակարգի փոփոխություն, որպեսզի ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի որոշումների հիման վրա սանկցիաներ կիրառելու հնարավորություն ունենա։ Կարգապահական պատասխանատվության մասին է խոսքը գնում, դա հիմնականում կարծում եմ ավելի կզգոնացնի եւ կարգավորի այս ոլորտը։ Լրագրողի դիմումի քննությունը կլինի փետրվարի 1-ին։ Զեկուցողը Ժառանգության падգամավոր Թևան Պողոսյանն է։ Իրականում մեզ շատ ավելի դժվար է մեր նստած տեղերից նկատելու քվեարկությունը, քանի որ ավելի շատ անկախ քեզանից դու զբաղված ես քո քվեարկությամբ։ Լրագրող Լիլիթ Լալայանը բազմիցս է նկարահանել բացակա падգամավորների փոխարեն քվեարկողներին ու ներկայացրել հրապարակումներում, սակայն որևէ արդյունք չի եղել, падգամավորները շարունակել են նույն կերպ։ Ես այդ որոշումը հիմք ընդունելով դիմելու եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ պահանջեմ, որպեսզի խնդրեմ, հորդորեմ, որպեսզի համապատասխան կարգապահական տույժ կիրառի։ Աշխատավարձի ցրկում, գործուղումների ցրկում, ձայնի իրավունքի ցրկում։ Ինչ վերաբերում է падգամավոր Երչուհի Շուշան Պետրոսյանի վարքի մասին դիմումի քննությանը, ապա էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը այն վարույթ ընդունել-չընդունելու մասին հարցը կքննարկի փետրվարի 1-ին։ Շուշան Պետրոսյանը սոցիալական ցանցերով վիրավորել էր մի քաղաքացու։